Հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Այսօր եկել եմ ուրեմն մի տեսանյութ եմ ուզում նկարել կապված հապալասի տեսակների հետ, քանի որ անընդհատ ինձ հարցնում են, որ տեսակն է ավելի լավ գնելու համար, երբ որ գնում են կատարում, կամ երբ որ պտուղներն են ուզում հասկանալ, որ պտուղներն են ավելի լավը, անընդհատ հարցնում են, եւ այսօր էլ մեկնաբանությունների բաժնում մի աղջիկ տեղադրել էր, որ հապալասներ է վաճառում եւ այնտեղ խոսում էին, ասում էին, որ վրացական հապալասները ավելի լավն են, քան տեղականը, ինչի է տեղականը ավելի թանկ, տեղականը այդ աղջիկը վաճառում էր 4000 դրամով կիլոգրամը եւ մարդիկ բողոքում էին, որ վրացական հապալասը շատ ավելի էժան է, քան տեղական հապալասը։ Ուրեմն մենք որպես մոտավորապես 20-25 տեսակ հապալաս ունեցող եւ հապալաս մշակողներ ուզում եմ ձեզ համար մի բացահայտում անել, ովքեր որ պարզապես հապալասը սիրողական ուտում են եւ չեն իմանում հապալասի առանձնահատկությունները։ Ուրեմն ամեն տեսակի հապալասը ունի յուրահատուկ համ, ունի յուրահատուկ բույր, յուրահատուկ քաղցրություն կամ թթվություն, կիսաքաղցր է կամ թթու է։ Եթե կցանկանաք, ապա կարող եմ հիմա փորձով ձեզ հետ կիսվել, հասկանալու համար, որ հապալասը շատ, այսպես ասած, որ հապալասը ունի յուրահատուկ, ինչպես կարելի ասել, եկեք ստուգենք տեսնելու համար, թե որ հապալասը ինչ համային հատկություններ ունի։ Հիմա այստեղ մեզ մոտ ուրեմն ջուկ տեսակի հապալասն է։ Սա ջուկ տեսակի հապալասն է։ Հիմա կփորձենք հասկանալու համար ջուկը ինչ տեսակի հապալաս է։ Քաղցր մեծ հատիկներով հապալասն է սա։ Սա այն ամենակաղցր հապալասներից մեկն է ջուկը։ Եվ նշեմ, որ մի փոքր այստեղ էս մեր մոտ ջուկը մի քիչ միջահաս է, երևի ստվեր տեղ ենք դրել, դրանից է, գնում ենք առաջ։ Հաջորդը, որը փորձելու ենք, ուրեմն, այստեղ նշված է, պատրիոտն է, եկեք ստուգենք հասկանանք պատրիոտը ինչ համ ունի։ Ուրեմն պատրիոտի կեղևներ մաշկ է, այսպես ասած, մարմինը ավելի պինդ է, քան ջուկինը, քաղցր է, բայց միևնույն ժամանակ շատ թույլ թթվաշ համ ունի իր մեջ։ Այն որ ասում են մարխոշ, մարխոշից մի քիչ ավելի քաղցր հապալաս է։ Սա մյուս տեսակի հապալասն է, սա տորոն է մեր մոտ։ Փորձենք նաև տորոյի հատիկները։ Նշեմ, որ հապալասը այնպես չի, որ այսպես, նայեք, գույնը փոխեց, ուրեմն անմիջապես գույնը փոխելուց հետո ինքը հասունացել է։ Ոչ, կա ժամանակ, որ պիտի սպասես գույնը փոխելուց հետո մոտավորապես մոտ մի շաբաթի չափ, որ գոնե ինքը հասունանա եւ քաղցրություն հավաքի իր մեջ։ Եթե քաղցրություն չի հավաքել, տարբերություն չկա, թե որ տեսակի հապալասն է, միևնույնը թթու է լինելու։ Այնպես չի, որ գույնը փոխեց, ուրեմն կարող եք միանգամից քաղել ու ուտել։ Հիմա փորձենք սա, տեսնենք սա ինչ համի է։ Սա թթվաշ է, ավելի թթվաշ է։ Հիմա փորձեմ եւս մեկ ուտել հասկանալու համար։ Ես կիսա հասնել հապալաս եմ կերել, թե լավ հասած հապալաս։ Նայեք, հիմա ես ձեզ ցույց տամ, քաղել եմ, եթե պոչիկի հատվածը լիարժեք մուգ է, ուրեմն հասել է։ Մյուսն արդեն հասած էր ու արդեն մեջը քաղցրություն կար, իսկ նախորդը բավականին թթու էր, բայց սա ջուկի համեմատ քաղցրության առումով մի փոքր ավելի թույլ է։ Հիմա փորձենք գնալ առաջ, այստեղ թփերի մեջ տեսել եմ մի այսպիսի ճուտ, հասկանանք սա որն է մեր մոտ։ Ես հրատարան ճանաչում եմ, կարծես մի րոպե, հասկանամ։ Ճիշտ էի կռահել, սա Էլիզաբեթն է։ Հիմա փորձենք հասկանալ սա ինչ համի է։ Էլիզաբեթը յուրահատուկ համ ունի, յուրահատուկ քաղցրություն ունի ու շատ նուրբ է, կեղևն էլ շատ բարակ է։ Գտել եմ նաև մեկ հապալաս, որից մի քանի պտուղ է մնացել, այսպես։ Սա թուփը մեծ է, մոտավորապես 6 տարեկան է, բայց պտուղները քանի որ շատ քիչ են թողել վրան, տեսեք ինչ մեծ է,
ու պտուղներն էլ չեն ընկնում։ Հասունացել են ու մնացել են այսպես։ Մոռացել էի, որ այս հատվածում հապալաս կա։ Հիմա հասկանամ սրա համն ինչ է։ Քաղցր հապալաս է, բայց կեղևը բավականին պինդ է։ Պինդ կեղևով է։ Սա չանդլերն է։ Հիշում եք նախորդ տեսանյութերում ասել եմ, եթե ուզում եք բերքը շատ լինի, բերքը մեծ լինի, ուրեմն պետք է թփի վրա թողնեք մի քանի հապալասներ։ Տեսեք, իմ մոտ արդեն ձեռքիս մեջ, ես մինչև խոսում եմ, ձեռքիս մեջ դրանք պոկվում են։ Երևի քաղեմ։ Տեսանյութից հետո կքաղեմ։ Շարժվենք առաջ, տեսնենք դիմացը ինչ ունենք։ Այստեղ մենք խոտերը դիտմամբ չենք հեռացնում։ Գիտեմ հարցնելու եք, բախի են խոտեր, ինչի համար են խոտեր։ Չենք հեռացնում, որպեսզի խոնավությունը ինչ որ չափով կարողանանք կարգավորել, քանի որ այս պահին դեռ ոռոգման հստակ համակարգ չունենք ձևավորած։ Ահա, սա էլ էլիոտն է։ Սա էլ էլիոտի պտուղներն են։ Բայ, տեսեք, ձեռքիս մեջ պոկվեց նորից։ Էլիոտը շատ հետաքրքիր համ ունի, սիրելի հետևորդներ, եւ քաղցր է, եւ մի փոքր թթվայնություն ունի, բայց քաղցրությունը այնքան շատ չի, որ քաղցր չսիրող մարդը չցանկանա ուտել։ Իրականում ձեզ խորհուրդ կտամ, որ երբ որ հապալաս կցանկանաք ունենալ ձեր այգում, մի ընտրեք միայն մեկ տեսակ, որովհետև կարող է այնպիսի համային հատկություններ ունենա, որ ձեզ դուր չգա ու դրանով մտածեք, որ հապալասը համեղ չի, որ հապալասը թթվաշ է կամ հապալասը շատ քաղցր է։ Տեսակների բազմազանությունը հենց դրանով է լավ, որ մեկ տարածքում երբ որ ունենում եք տարբեր տեսակի հապալասներ, դուք կարողանում եք զանազանել եւ արդեն ունենալ ընտրության հնարավորություն, որոշել թե դրանցից որն եք ավելի զարգացնում։ Այստեղ գտել եմ նաեւ Blue Gold տեսակի հապալասից մի քիչ։ Այստեղ, ահա, տեսեք պտուղները։ Փորձենք հիմա սա տեսնենք, սա ինչ համի է։ Մի փոքր հաստ կեղևով եւ ավելի թթվաշ համով հապալաս է։ Ընտրել եմ մի քանի հապալասներ, որպեսզի հասկանամ, եթե անգամ խակել խաղազ լինեմ, չնկատեմ, որ գույնով պայմանավորված չի հասել, հասկանամ ինչ տեսակի հապալաս է։ Մի քիչ ավելի թթվաշ տեսակի հապալաս է։ Այսինքն, եթե անգամ հայկական շուկայում դուք տեսնեք հապալաս, որը հասած է ու մի քիչ թթվաշ է, եւ միևնույն ժամանակ մտածում եք, որ վայ վրացական շուկայինը շատ ավելի համեղ է, կրկնում եմ եւս մեկ անգամ, դա պայմանավորված է իր տեսակով, պետք է հասկանալ, թե այնտեղից որ տեսակի հապալասն են ներկրում։ Հայաստանում հայկական արևիտակ պակաս լավ չի աճում, այնպես է, որ շատ լավ աճում է այստեղ հապալասը ու պետք չի միայն մտածել, որ վրացականը լավն է։ Վրացականը իր կլիմայով պայմանավորված է, որ ավելի շուտ է հասնում։ Տեսեք, սա Blue Gold-ի մեկ ուրիշ ճյուղ է, ամբողջությամբ հասած է, սա չենք էլ հավաքել, տերևների ներքևում էր մնացել։ Նայեք, սիրելի հետևորդներ, նույն թփի վրա ձեր աչքի առաջ փորձում եմ երկու տարբեր ճյուղերից հապալասներ։ Սա էլ է Blue Gold, նույն թուփն է։ Սա էլ է Blue Gold։ Նախորդ թփի կերածը մի փոքր ավելի թթվաշ էր, չնայած 4-5 հատ փորձել եմ հասկանալու համար։ Իսկ մյուսը շատ ավելի նուրբ երանգով, շատ նուրբ արամատով, այսպես ասած, հապալաս է։ Եվ քաղցրություն ունի իր մեջ, շատ նուրբ քաղցրություն ունի, եւ համային հատկություններով է շատ բարձր։ Գնանք առաջ։ Այստեղ ինչ ունենք։ Ցույց չեմ տալու ձեզ վաղահաս տեսակների ուրեմն վիճակը, այստեղ ունենք տոռո, որովհետև վաղահաս տեսակները արդեն կերել ենք, օգտագործել ենք, չգիտեմ, վաճառել ենք։ Սա եկանք հասանք տոռոին։
Տորոն իմ սիրելիներից է իրականում, ես չգիտեմ, իր համը, իր բույրը մի ուրիշ տեսակ ինձ դուր է գալիս։ Տորոն, դյուկը, որ առանձնացնում են բոլորից, Էլիզաբետը, Էլիոտը, ես ինքս որպես շատ հապալասներ փորձող, այդ տեսակները իմ դուրը շատ են գալիս ու շատ եմ սիրում դրանց համը։ Անգամ աշխատում եմ տորոն այնպես տեղավորել շարքերում, որ անցնելուց միշտ աչքիս առաջ լինի։ Շատ համեղ է, շատ նուրբ կեղև ունի, շատ փափուկ կեղև ունի, նաև նշեմ տորոն այն տեսակներից է, որը անցնում է նաև ձմեռում, այն որ սառնարաներում պահում են երկար ձմռան համար, հիմնականում այս տեսակն են պահում։ Քանի որ ինքը ուշահաս սորտ է եւ ավելի լավ է ուշահաս սորտը պահել, քան վաղահաս սորտը։ Վաղահաս սորտը ինքնին արդեն կարելի է շուտ վաճառել ու դրանից եկամուտ ստանալ։ Հասկանանք սա որն է։ Մի փոքր պտտվեմ։ Չի երևում։ Լավ, հիմա տեսնեմ որն է ու միանամ նորից։ Փաստորեն սա Էլիզաբետն էր։ Էլիզաբետը լինելով ավելի վաղահաս, մնացել է միայն վերջին մի քանի հատիկը, քաղցր մանր հատիկներն են, այսպես ասեմ, եթե կա կողքը ավելի մեծ հապալաս, բնական է մեծ հապալասն են ընտրելու անցնելուց եւ ուտելուց։ Իսկ այս մանր հատիկները, որ արդեն վերջին 1-2 հատիկն են, սրանք մնացել են։ Հիմա հասկանանք սրա համը։ Սա ուղղակի փորձել է պետք այս տարբերակը, Էլիզաբետը համեմատելի չի մյուս բոլոր տեսակների հետ։ Չգիտեմ, վերջին մի քանի հատիկներ, որ այսպես ամբողջ առամատը իր մեջներ թե չէ, բայց ինքը շատ համեղ է։ Այստեղ ունենք նաև կալիպսոն, ունենք նաև ուրեմն բոնուս, բայց սրանց վրա կարելի ասել հապալած չի մնացել, որովհետև վաղահաս տեսակներ են։ Միայն կալիպսոնի վրա դեռ կա 4 հատ հապալաս, 4-ից 2-ը ես կքաղեմ։ Վերջին 2 հատիկն է բավականին քաղցր են, բայց կեղևը ավելի հաստ է, քան մյուսներինը։ Այսպես ասեմ, սիրելի հետևորդներ, հայկական շուկայի հապալասը եւ վրացականը, երբ որ համ տեսում եմ, հայկական շուկայինը միշտ ինձ համար շատ ավելի համեղ է, իսկ այն որ ասում են դե հայկական շուկայինը թույներ են տալիս, պարարտացումներ են տալիս, ասեմ որ հապալասը այն մշակաբույսերից է, այն թփերից է, քանի որ հապալասը թուփ է համարվում, այն թփերից է, որը երևի առավելագույնս քիչ է սրսկվում եւ քիչ է թունակիմիկատներով մշակվում։ Բույսը ինքնին ունի բավականին բարձր իմունային համակարգ ու իրեն այնքան էլ մենք որ տարվա մեջ ասեմ 1-2 անգամ թունակիմիկատներ չենք տալիս, որովհետև բույսը ինքնին առողջ է։ Եթե ճիշտ ես մշակում հապալասը, ապա հապալասը մնում է առողջ։ Այնպես չի, որ սրան տալիս են թունակիմիկատներ, պարարտանյութեր, իսկ դրսիներին չեն տալիս, դրսիները լավն են։ Հայկական շուկայինը միշտ իմացեք, որ շատ ավելի լավն է։ Եթե կգնեք հապալասներ, ես ձեզ խորհուրդ կտամ ընտրել հայկական շուկայինը, որովհետև վրացականը երբ որ բերում են, նախ այնտեղ ջերմատներից են բերում, քանի որ ջերմատներում շատ ավելի շուտ է հասունանում, իսկ հայկական շուկայինը, քանի որ դեռ հապալասը նոր է մտել հայկական գյուղատնտեսություն, բնական է ավելի քիչ են մշակում եւ դրանով էլ պայմանավորված է, որ մարդիկ քիչ են ճանաչում հապալասի մշակաբույսը։ Ուստի սիրելի հետևորդներ, կարող եք հապալասի մշակաբույսի մասին ծանոթանալ մեր էջում, մենք պարբերաբար տեսանյութեր ենք տեղադրում եւ համային հատկանիշների եւ առանձին կարող ենք խոսել ամեն մի տեսակի առանձնահատկությունների մասին եւ իր վեգետացիոն շրջանի մասին, այդ բոլորի եւ մնացածի մասին կարող եք ծանոթանալ մեր էջում։ Իսկ դրա համար պետք է բաժանորդագրվել ու բաց չթողնել մեր հաջորդ տեսանյութերը։ Ձեր բաժանորդագրությունները օգնում են ալիքին լավ զարգանալ, ինձ շատ օգնում են, որպեսզի ես կարողանամ նոր տեսանյութեր նկարել, կարող եք մեկնաբանությունների բաժնում ուրեմն հարցեր տալ, հարցերին ենք սիրով պատասխանում։ Դե ինչ, լավ մնացեք, այսքանը, կհանդիպենք։